Ներկայացրեք կետքում լրատվական կայք, պարոն Հարությունյան, դուք նշեցիք, որ ընտրապայքարն ընթանում էր, քարոզարշավը ընթանում էր պոլիտկորեկտության սահմաններում, ինչպես կմեկնաբանեք Մալաթիա Սեբաստիա համայնքի դեպքերը Նիկոլ Փաշինյանի հետ կապված եւ պատգամավորության թեկնածու Գայանե Արուստամյանի եւ իր թիմակիցների նկատմամբ կիրառված բռնությունը, դա պոլիտկորեկտության սահմաններում է։ Մենք խոսում ենք ձեզ հետ միասին հիմնական քաղաքական դերակատարների վարքագծի մասին, այսինքն կուսակցություններ, նրանց լիդերներ, նրանք են, որ հանրային կյանքին կամ սրություն են հաղորդում կամ ոչ։ Ցավոք սրտի ձեր նկարագրած դեպքերից առայժմ ոնց որ դա երաշխավորված չեն։ Ես դա ցավոք սրտի կարող եմ արձանել, բայց համաձայնեք, որ դա համատարած չի այսօր։ Ընդհանրեն առանձին դեպքեր, ես ցավում եմ, որ դա կա, բայց կրկնում եմ, դրանք քաղաքական, հիմնական քաղաքական դերակատարների նախաձեռնությամբ չեն, դրանք համատարած չեն եւ չեն կարող այդուհանդերձ լինել որոշիչ։ Բայց չէ՞ որ այդ պատգամավորները, այդ ընտրատարածքի թեկնածուները հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են, նույն Ռուբեն Հայրապետյանը եւ Սամվել Ալեքսանյանը։ Բայց վերջին հաշվով գիտեք, թեկնածուն այլ բան է, թեկնածուի շտաբի կամ նրա կողմնակիցների վարքագիծը մի քիչ այլ բան։ Մենք ձեզ հետ միասին բազում այդպիսի բաներին ոչ ոք չի կարող աներկբա ասել, դա նրանց հանձնարարականն էր։ Թեպետ կրկնում եմ, ինքը երևույթը այդչափ օգտակար չէ, գոնե կառուցողական զարգացում